Աստված իրանց համերաշխություն տա։ Գուցե Աստված համերաշխություն տվեց, որ Ավագանու նիստի մեկնարկից 10 րոպե հետո դահլիճի դռները բացվեցին առաջին անգամ անսպասելի ու շատերի կարծիքով հանդիսավորությամբ դահլիճ մտան քաղաքացիական պայմանագիր խմբակցության ավականիները։ Անարձագանք չթողեց ԿՊԱ-ականների մուտքը Գյումրիի քաղաքապետը, հիշատակեց Ստալինին։ Շեֆերը վերջում են գալիս, Ստալինի քաղաքականությունը։ Երկար ժամանակ դատարկ մնացած իրենց տեղերը զբաղեցնելուց հետո քաղաքացիական պայմանագիր խմբակցության ավականու անդամները սկսեցին կողմ քվեարկել օրակարգային գրեթե բոլոր հարցերին։ Խմբակցությունների Ավականին այս նիստում առաջադրում եւ ընտրում են մշտական 4 հանձնաժողովների նախագահներին ու նրանց տեղակալներին։ ԿՊԸ ղեկավարի հանձնաժողովներից 2-ը։ ընտրում են ձեր կասկած։ Հետո Ավականին անցավ համայնքի ղեկավարի տեղակալների ընտրությանը։ Վարդան Ղուկասյանն ընտրությունների հենց հաջորդ օրն էր հայտարարել, որ այս առանցքային պաշտոնում առաջադրելու է իր դստերամուսնու Ավետիս Առաքելյանի թեկնածությունը։ Կոմունիստական կուսակցության սպայական կոչումով թեկնածուի ընտրությանը ԿՊԸ-ն քվեարկեց ձեռնպահ, բայց Ավետիս Առաքելյանը բավարար ձայներով ընտրվեց Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզանից, պարոն քաղաքապետ, վստահության եւ առաջադրելու համար։ Ամեն գիտելիքս, ջանքս ներդնելու եմ հանուն այս պատվաբեր պաշտոնի եւ հանուն մեր քաղաքի եւ գյումրեցիների։ Համայնքի ղեկավարի երկրորդ տեղակալի պաշտոնում առաջադրվեց շուրջ 10 տարի Գյումրիի փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Մանուկյանի թեկնածությունը։ Նրան ամբիոնի մոտ Ղուկասյանը հրավիրում է կոմկուսում ընդունված դիմելաձևով։ Մենք ինգերով ենք, չէ՞ խոսում ինգերով։ Ընտրվելուց հետո համայնքի ղեկավարի նորընտիր տեղակալը շնորհակալություն հայտնեց հատկապես իր թեկնածությանը ձեռնպահ քվեարկածներին։ ԿՊ-ի 13 ավականիներն են ձեռնպահ մնացել Մանուկյանի ընտրության հարցում։ Հետագայում կապացուցեմ իմ աշխատանքով, որ այդ ձեռնպահությունը կդառնա ավելի կդառնա կողմ։ Ավելի պարտավորեցնող է ձեր ձեռնպահ լինելը, ես ուրախ եմ եւ շնորհակալ եմ բոլորիդ։ Նիստի ավարտից հետո Գյումրիի ավականու ԿՊ խմբակցության ղեկավարը հայտարարեց այսուհետ մասնակցելու են բոլոր նիստերին։ Մասնակցելու ենք, ներկայացնելու ենք մեր ծրագրերը, մենք նաև ունենալով 14 մանդատ կարող ենք հրավիրել արդահերթ նիստեր, ներկայացնել մեր օրակարգը։ Քաղաքապետի ընտրությունից հետո արտահերթ ընտրություններ պահանջած Սարիկ Մինասյանն ասում է, այսօր օրակարգում չկա այդ պահանջը, բայց կարծում է, որ Վարդան Ղուկասյանին քաղաքապետ ընտրած ուժերի մոտ ճաքեր են առաջանալու։ Արդահերթ ընտրությունների օրակարգը կլինի այն ժամանակ, երբ տվյալ ձևաչափով ձևավորված իշխանությունը սկսի ճակեր տալ, երբ սկսեն բախվել արդեն անձնական եւ քաղաքական շահերը, որը ես անխուսափելի եմ համարում։ Գրեթե 2 ամիս կա Գյումրիի ավականու հաջորդ նիստին։ Ընտրվելուց հետո քաղաքում ավարտական ակտերի կուտակված դիմումներին է ծանոթացել Ղուկասյանը, 700 այդպիսի դիմում կա քաղաքապետարանում։ Վստահեցնում է ավականին ու քաղաքը տեսնելու են միլիարդավոր դրամների ներդրումներ է բերելու քաղաք։ Հայրենիքը սիրում ենք, քաղաքը շատ։ Ալբերտ Սրոպյան, Ալեքսանդր Սարգսյան, Խաչատուր Գևորգյան, Հայլուր։ Կարծում եմ, որ պետք է ավելի ինտենսիվացնել, Ողնագիր բազմաթիվ բաներ կա։